կնիքով ասում եմ, փաստական ապացույցներով անհերքելի պարզվեց, որ ուրեմն այս ամբողջ հետևանքները Հայաստանի աղետալի թուլացումը, Արցախի կորուստը, 5000 զինվորների մահը, ամբողջությամբ եւ բացի դրանից այս կապիտուլյացիայի սողացող եւ բայց չդադարող այս ամբողջ գործընթացը ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի խղճի վրա է։ Հիմա այս հայտարարությունը անելուց հետո ես ուզում եմ ավելի մանրամասն անդրադառնալ եւ կարծում եմ սա շատ կարեւոր է մեր հանրության համար երկու, ինչպես ասացի, թեմայի։ Մեկը ինչ էր այս պլանը, եկեք մանրամասն, ես չգիտեմ դուք ուշադիր կարդացել եք այդ պլանը, թե չէ, բայց ez շատ կարևոր բան է, բացահայտում է։ Եվ այսպես, ինչն էր 2019 թվականի հունիսի պլանի ամբողջ էությունը։ Փաստորեն ամբողջ կարգավորման գործընթացը բաժանվում էր երկու էտապի, երկու փուլի։ Առաջին փուլը լինելու էր փոխհամաձայնված արդեն եւ իրականացվելիք քայլերի իրականացման փուլ։ Այդ քայլերը ինչ էին նախատեսում։ Ուրեմն 5 շրջանների վերադարձ Ադրբեջանին, խոսքը Զանգելան, Ղուբատլի, Ֆիզուլի, Ջաբրայիլ եւ Աղդամ շրջանների վերադարձ Ադրբեջանին, բայց միայն այն բանից հետո, երբ Արցախի Քելբաջարի, Լաչինի, Պարագծով եւ այդ 5 շրջաններում տեղակայվում են միջազգային խաղաղարար ուժեր։ Շատ կարևոր հանգամանք է։ Այսինքն անգամ դա 20 թվականին նման չէր լինելու, ոնց որ ռուսական խաղաղարար ուժերը մտան Լեռնային Ղարաբաղ, ոչ, նրանք մտնելու են այդ հանձնվող 5 շրջան։ Եվ շրջապատում են ամբողջ Պարագծով Արցախը։ Այս 5 շրջանները պետք է մտնեին բացառապես Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները։ Այսինքն չեր էլ մտնելու ոչ բանակը ադրբեջանական այդ 5 շրջանը, պատկերացրեք, ոչ էլ Ադրբեջանի որևէ ուժային կառույց։ Միջազգային այդ խաղաղարար ուժերի կազմը կորոշվեր Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ կոնսենսուսով։ Այսինքն եթե մենք ինչ-որ վախեր ունենք, օրինակ հետագայում դրա մասին խոսենք, որ մեր ինքնիշխանությունը կարող ուժեր, չգիտեմ, այտենց միշտ ակնարկում են, որ ռուսական ազդեցությունը կավելանար, չգիտեմ ինչ, եւ այլն, Հայաստանի Հանրապետությունը ուներ հնարավորություն դուրս հանելու այդ միջազգային խաղաղարար ուժերի կազմից, օրինակի համար ռուսական ուժերի, եթե այնման մտավախություն կար։ Շրջապակումը լիարժեք վերանում էր, այսինքն մենք ունենում ենք բոլոր ճանապարհների բացում, բոլոր կոմունիկացիաների բացում, բոլոր կանալների բացում։ Մենք անմիջապես հայտնվում էինք նորմալ տնտեսական ապաշրջապակված իրավիճակի մեջ։ Եվ մի կարևոր բան, որը Փաշինյանը եւ Ռուբինյանը հերքում են եւ ուղղակի սուտ են ասում, որ իրենք ասում են լուծավում էր Ղարաբաղի կարգավիճակը, իրականում հակառակը սահմանվում էր միջազգայինորեն լեգիտիմ միջանկյալ կարգավիճակ։ Սա ապացուցելու համար բերեմ ձեզ մեջ բերում հենց այդ պլանից։ Մինսկի խմբի համանախագահ երկրների աջակցությամբ ճանաչվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքները, որոնք ապահովագրում են Լեռնային Ղարաբաղի լիարժեք կենսագործունեության կազմակերպումը։ Այսինքն ոչ միայն շարունակելու էին Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունները գործել իրենց լիազորությունների լիարժեք եւ լիակատար ծավալով, այլ նաեւ այդ ծավալը իրենց լիազորությունների ճանաչվում էր միջազգային հանրության կողմից իդեմս Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի։ Ավելին
այստեղ հենց այդպես էլ գրած է համանախագահ երկրների աջակցությամբ, այսինքն նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները կստանային այդ 3 համանախագահների աջակցությունը։ Դուք հասկանում եք սա ինչ նշանակում։ Սա նշանակում էր միջանկյալ լեգիտիմիզացիա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության։